Հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևոր է համառոտ։ Գործադիրն ընտրությունից հետո առաջին անգամ հավաքվել է նոր կազմով, ինչ որոշումներ են ընդունվել նիստում։ Ամենայն հայոց կաթողիկոսը կմասնակցի իր գործով առաջին դատական նիստին, ինչ է հայտնել փաստաբանը։ Վճռաբեկ դատարանը կհրապարակի նախապես որոշված վճիռը, Դավիթ Իշխանյանը նոր ուղերձ է հղել Բաքվի բանտից։ Բաքուն կրկին խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ինչ է կանխատեսում Հաջիևը։ Հայաստանի արոտավայրերը գնալով պակասում են, ինչու են գյուղացիները հրաժարվում անասնապահությունից։ Նոր կազմով կառավարությունն այսօր անցկացրել է իր առաջին նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 43 հարց, սակայն զեկուցվել է միայն 3-ը։ Քննարկվել են հեծի շուրջ վերջին զարգացումները, կրթության ոլորտի մտահոգիչ ցուցանիշները, նախարարությունների անվանափոխությունները։ Միաժամանակ գլխավոր դատախազությունը հայտարարել է Սերժ Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պահանջվող գույքի բռնագանձման նոր հայցերի մասին։ Ինչ որոշումներ են ընդունվել նիստում, ռեպորտաժում։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր տեղի ունենում նոր ձևավորված կառավարության առաջին նիստը եւ ես նախոզում եմ Նախատեսվածից 2 ժամ շուտ մեկնարկեց նոր կառավարության անդրանիկ նիստը։ Փաշինյանը Ղազախստան պիտի մեկներ, որպեսզի մասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Այսօր կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը։ Նոր եկեր նաև Լիլիթ Մակունցը, այս անգամ արդեն վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակով։ Նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ամփոփել անցյալ ժամանակահատվածը, վերանայել կատարված աշխատանքը եւ հետեւություններ անել հետագա գործունեության ուղղությունները հստակեցնելու համար։ Այնուհետև կառավարությունն անցավ նիստի օրակարգին ու կրկին խոսեցին հեծի մասին։ Հեծի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք։ Դա լինելու պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման։ Այս պարզ է։ Փաշինյանը սակայն չմանրամասնեց, թե ում կամ որ կառույցի հավատարմագրային կառավարմանը կհանձնվի հեծը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է 2025-ից 26 թվականների ընթացքում դատախազության պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Հայաստանի Հանրապետության ու համայնքներին վերադարձված հանրային բարիքներին, այգիներին, պուրակներին, զբոսայգիներին, անտառային տարածքներին, բայց սրանից զատ խոսել են, թե ինչ են բռնագանձելու Սերժ Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի Արաբկիր վարչական շրջանում գտնվող 1 բնակարանի 45%, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող 1 բնակելի տուն ամբողջությամբ եւ 184,222,585 դրամ։ Սերժ Սարգսյանի եւ նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևանում գտնվող 3 անշարժ գույք, մոտ 203 միլիոն դրամի բանկային ավանդներն ու դրանց տոկոսագումարները, նաեւ 352,438,000 դրամ։ Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել խաղաղության պայմանագրի շուրջ։ Նախորդին Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստանի նոր սահմանադրությունը պետք է արտացոլի իրական Հայաստանի հայեցակարգը եւ միայն դրանից հետո, ըստ նրա, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ չեն մնա։ Այս հայտարարության ֆոնին լրագրողները արդարադատության նախարար Սրփուի Գայլյանից հետաքրքրվեցին, թե որտեղից Ադրբեջանի նման վստահություն, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվե է անցկացվելու։ Ես չեմ կարող մեկնաբանել ձեր կողմից նշված անձի խոսքը, որովհետև չգիտեմ, թե ինչ է ընկած իր խոսքի հիմքում, սեփական մտքեր է ենթադրում եմ, բայց մենք ասել ենք, որ սահմանադրության նախագիծ ենք մշակում եւ ուզում ենք ունենալ նոր սահմանադրություն, բայց այն թե կունենանք նոր սահմանադրություն, թե ոչ կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Կառավարության առաջին նիստում գյուղմթերքի փչացման խնդիրը չքննարկվեց։ Փոխարենը կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվեց մեկ այլ մտահոգիչ ցուցանիշ՝ բուհերի ընդունելության քննություններին անբավարար գնահատականներ ստացած դիմորդների աճող թիվը։ Սա ահազանգ է, մենք պետք է հասկանանք, ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին։
որովհետև շատ են կոմպրոմիսների գնում, անընդհատ գնում են կոմպրոմիսների, եւ արդյունքում ով է դրանից տուժում։ Տուժում են երեխաները։ Գործադիրի նիստին զուգահեռ կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էր։ Զինծառայողների ծնողները պահանջում էին, որ իրենց որդիների վրա եւս տարածվի 1.5 տարվա ծառայության կարգը։ Միաժամանակ գործադիրը հավանություն տվեց 3 նախարարությունների անվանումների փոփոխությանը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումում կավելացվի արհեստական բանականության ուղղությունը, իսկ արտաքին գործերի նախարարության անվանման մեջ կավելացվի միջազգային առևտրի բաղադրիչը։ Մինչ նոր կառավարությունն անցնում է աշխատանքի, ազգային ժողովում շարունակվում է ղեկավար կազմի ձևավորումը։ Այսօր պատգամավորները քննարկում են ընդդիմադիր ուժեղ Հայաստանի թեկնածու Արամ Վարդևանյանի ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրության հարցը։ Թե ինչ իրավիճակ է խորհրդարանում, դիտենք։ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը հեշտ չէ։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը մի քանի հստակ կանխատեսելի գործիքակազմ է ենթադրում։ Դրանք հիմնականում բխում են կամ վերաբերում են իմ իրավունքի ոլորտում առաջնային մասնագիտացմանը։ Քրեական իրավունք, քրեադատավարական իրավունք այդ ոլորտի հետ։ Բայց այդ պատասխանատվությունը ստանձնում ենք։ Ինչի համար ենք ստանձնում այս պատասխանատվությունը։ Որովհետև մենք գտնում ենք, որ ազգային ժողովի սահմանադրության վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ ուժեղ Հայաստան ունենալու։ Ես վստահ եմ, որ այս բառակապակցությունը, երբ ասում եմ, նույնիսկ այս նիստերի դահլիճում, չնայած քաղաքական հակադիր, տիտանական հակադիր մոտեցումներին, բայց համաձայնություն կա։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ հայ ժողովրդի հավաքական կամքը ուժեղ Հայաստան ունենալու մեջ է։ Պարզապես ուժեղ Հայաստանի ունենք մենք մեր կոնցեպտը, այլ քաղաքական ուժ ունի իր կոնցեպտը։ Արդյոք դուք տիրապետում եք տվյալի այսքան գործերի մեջ։ Գուցե տենց ականջներիդ հասած լինի բազմաթիվ դատախազ քննիչներ հետ եք շփվում, որ հակակոռուպցիոն կոմիտեն, օրինակ կամ քննչական կոմիտեն դիմաց լինի դատարան ստանալու թույլտվություն գաղտնալսելու օրինակ քաղաքացիական պայմանագրի որևէ անդամի, որևէ համակրի կամ արտաքին կամ ներքին դիտում այսպես կատարելու որևէ նախընտրական շտաբում, գրասենյակում ուղիղ տվյալ նշվածի վերաբերյալ չունեմ, թե գաղտնալսելու, թե չգաղտնալսելու։ Ունեմ կարծիք, որ գաղտնալսել են։ Այլ հարց ունեմ փաստական տվյալ, դրանցից ոչ մեկը երբևէ հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի YouTube-յան էջերում չի հայտնվել։ Արդյոք մի ինչ-որ խնդիր տեսած եղել են, կարող է։ Իդեպ չեմ բացառում։ Ես չեմ բացառում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ կան, որոնց նկատմամբ ընթացող քրեական վարույթներ կան, որոնց անմեղության կանխավարկածն եմ հարգում։ Բայց ուզում եմ խոսել նրա մասին, որ քննչական կոմիտեն կամ հակակոռուպցիոն կոմիտեն այն ձայնային ուղեկցմամբ որոշակի լարվածություն ներվ փոխանցելու համար տենց տեսանյութ չկա։ Ոչ մի հատ։ Դատական օրակարգում վաղը առանցքային իրադարձություն է սպասվում։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների գործով առաջին նիստը։ Փաստաբան Արա Զորաբյանի խոսքով կաթողիկոսը քրեական հետապնդման է ենթարկվում իր եկեղեցական և կանոնական պարտականությունները կատարելու համար։
Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու եւ եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ ամենայն հայոց կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը եկեղեցու ինքնավարության, պետություն եկեղեցի սահմանադրական հարաբերությունների եւ կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է եւ պատմական ամոթի իրադարձություն։ Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլև կարևոր մեկ այլ հարց. կարող է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել եկեղեցու ներքին կյանք եւ քրեականացնել ամենայն հայոց կաթողիկոսի կրոնական իշխանության իրացումը։ Վաղվա դատական նիստին ընդառաջ հայտարարություն են տարածել նաև 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամները։ Նրանք խստորեն դատապարտել են գործընթացը, այն գնահատելով որպես հարձակում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մեր գնահատմամբ այս անիրավ դատն ուղղված է հայ առաքելական Սուրբ եկեղեցու միլիոնավոր զավակների եւ առհասարակ աշխարհի բոլոր հայ քրիստոնյաների դեմ, որոնց համար եկեղեցին ազգային ինքնության, պատմական հիշողության եւ հոգեվոր միասնության խորհրդանիշ է։ Կոչ ենք անում հստակ կեցվածք դրսևորել ազգային խայտառակություն ու ծայրահեղ ապօրինություն հանդիսացող այս երևույթի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում դատական դահլիճում ու դատարանի առջև մեր ներկայությամբ զորակցություն հայտնել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ու արդարադատության հիմնարար սկզբունքներին։ Նույն թեմային այսօր անդրադարձել է նաև Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը հայության խայտառակություն է անվանել։ Կարապետյանը այլ թեմաներից էլ է խոսել, լսենք։ Հայտարարությունները, որը իրենց քաղաքական ղեկավարը անում է, իրենք ստիպված դա կրկնում են, բայց դրա դիմաց չունեն ոչ մի ապացույց, արդեն 1 տարի 2 ամիս կառավարում են, չկա ոչ մի ապացույց, բայց հեծը գործող մարմին է, հեծում մոտավորապես 3000 մարդ հնարավորություն ունի այդպիսի ապօրինություններ անելու։ Դրա համար հիմա Փաշինյանը մսխել է 8.5 միլիարդ դոլար։ Ինչ, մենք կանգնենք ասենք, որ 8.5 միլիարդ դոլարը կերել է ինքը, չնայած միգուցե ինչ-որ մասից օգտվել է, բայց այդպիսի հայտարարությունները դա անպատասխանատու հայտարարություններ են, առավել ևս, երբ իրենց կառավարած դատարանը արդեն հերկել է այդ ամեն ինչը։ Նույնիսկ այդ քարտեզը, որ իրենց կրծքին կամ գլխին, նախընտրական փուլում գլխին են կրում, հաստատեն, որ դա մեր սահմաններն է, քանի որ մենք ունենք օկուպացված սահմաններ։ Պետք է դեռ այդ ամբողջ տարածքները իրենք կարողանան հետ բերեն, կամ էլ զիջեն իշխանությունը, մենք կգնանք հետ կբերենք, ինչպես ես ասել էի, նախընտրական փուլում։ Նոր մեղադրյալ կա Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով։ Գործարարին պատկանող Multigroup կոնցեռնի տնօրեն Արթուր Դալաքյանը կալանավորվել է 2 ամսով, ավելի վաղ 2 ամսով կալանավորվել էր նաև Սեդրակ Արուստամյանը։ Քննիչների պնդմամբ Ծառուկյանն ու Արուստամյանը մեղադրվում են նաև լիբանանահայ գործարարի բաժնետոմսը հափշտակելու համար։ Գագիկ Ծառուկյանի գործի և դրան առնչվող զարգացումների լուսաբանման համար տուգանվել է Կենտրոն հեռուստաընկերությունը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հեռուստաընկերությանը տուգանել է 100,000 դրամով, նշելով, որ լրատվական թողարկումների զգալի մասը նվիրված է եղել մեկ թեմայի, ինչը ըստ հանձնաժողովի գերազանցել է թույլատրելի սահմանը։ Հեռուստաընկերության տնօրենը չի ընդունել հանձնաժողովի գնահատականը, պնդելով, որ եթերում անդրադարձ է եղել ոչ միայն Ծառուկյանի գործին, այլև հանրային նշանակության այլ թեմաների։ Բանակի նոր համազգեստի ներդրման մասին առաջին հայտարարություններից անցել է մոտ 5 տարի, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։ Փորձագետների կարծիքով խնդիրը միայն համազգեստի արտաքին տեսքը չէ, նրանց գնահատմամբ ժամանակակից համազգեստը մարտական նշանակություն ունի, իսկ ձգձգվող գործընթացը կարող է վկայել կառավարման և կազմակերպչական խնդիրների մասին։ Մանրամասները Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։
Բանակի նոր համազգեստի ներդրումը շարունակում է մնալ Պաշտպանության նախարարության օրակարգում, այնինչ այս մասին հայտարարվել էր դեռևս 2021 թվականից։ Գերատեսչության ղեկավար կազմը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկել է մանրամասները, զորային փորձարկումներ արել։ Սակայն համազգեստի փոխարինման թեման որքան շրջանառվում, այդքան ձգձգվում է։ Ինչի մասն է խոսում։ Կառավարման թույլ լինելու կամ բացակայության ընդհանրապես, որ այդ սպաները իրենց տեղերում չեն, որ ծառայությունները իրենց պարտականությունները թերի են կատարում։ Հակառակ դեպքում համազգեստը կարող են գնել, համազգեստը բաժանել համակներով, յուրաքանչյուրը իրենց հասանելիքով եւ շատ արագ, ինչը նշանակում ամբողջ բանակը մի համազգեստ է ակրում, զինվորական շքերթ հաշվետվության ժամանակ գլխավոր շտաբի պետ այլ համազգեստ, սա ոնց կարելի հասկանալ։ Փորձագետի ուշադրությունը գրավում է այն հանգամանքը, որ նույնիսկ պաշտոնական միջոցառումների ընթացքում տարբեր բարձրաստիճան զինվորականներ հանդես են գալիս տարբեր տեսակի համազգեստներով։ Նրա կարծիքով նման պատկերն ինքնին վկայում է, որ միասնական անցումը դեռևս ավարտված չէ։ Նահապետյանի խոսքով զինվորական համազգեստը միայն արտաքին տեսք կամ կարգապահության խորհրդանիշ չէ։ Այն մարտական միջոց է, որը կարող է ապահովել զինծառայողի պաշտպանվածությունն ու արդյունավետությունը տարբեր պայմաններում եւ ամեն դեպքում հիշեցնում հայտնի ֆիլմի խոսքերը։ Հայկական մի հայտնի ֆիլմի հայտնի ձևակերպում կա, հնչում է այդ ֆիլմում, ասում է կոստյումն է, որ քեզ պետք է գեղեցկացնի։ Հիմա զինվորական համազգեստը ատրիբուտիկայի մաս է ընդհանրապես, արերևույթ, բայց զինվորական համազգեստը նաև ունի պաշտպանական նշանակություն։ Ասենք գիշերային տեսանելիության ժամանակ համազգեստներ կան, որոնք չեն երևում, համազգեստներ կան, որոնք որոշակի առումով պաշտպանված են եւ այդպես շարունակ։ Մինչ նոր համազգեստի ներդրման վերջնաժամկետները շարունակում են անորոշ մնալ, ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը հիշեցնում է. տարիների ընթացքում ներկայացվել են նոր նմուշներ, անցկացվել ցուցադրություններ, սակայն զորքերում համատարած անցում դեռ չի իրականացվել, ինչն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Այն համազգեստը, որ հիմա կարվում է հաշվարկով կարված համազգեստը պետք է ունենա նաև պահեստային, քանակություն, որպեսզի համազգեստները փոխարինվում են, համազգեստները բաժանվում են, օգտագործված համազգեստը չի տրվում նոր եկած զինվորին եւ այլն, այսինքն համազգեստի շրջանառության համար պետք է քանակություն ապահովել։ Իսկ քանակություն ապահովելու համար արդեն պետք է ժամկետների մեջ զուտ կազմակերպչական առումով համապատասխան գերատեսչությունը դրանով զբաղված։ Սարոյանի գնահատմամբ համազգեստի ամբողջական փոխարինումը երկարաժամկետ եւ փուլային գործընթաց է, որը պահանջում է ոչ միայն նոր արտադրանք, այլև բավարար պաշարների կուտակում եւ անխափան մատակարարման շղթա։ Եթե այդ նախապատրաստական աշխատանքները ժամանակին չեն իրականացվում, ապա խնդիրը կազմակերպչական դաշտում է։ Անցել է արդեն 5 տարի, 5 տարվա ընթացքում համազգեստի, այսպես ասած, պրեզենտացիան տեղի է ունենում նախորդ տարի եւ արդեն այս տարվա մեջ փորձում են բարձրագույն ղեկավար կազմում արդեն այդ համազգեստը տեղայնացնել։ Որքանով է այդ համազգեստը իր որակական առումով բարձր նախորդից ես չգիտեմ, չեմ կարող ասել, դեռևս չեմ կրել, բայց այն ինչ որ այս պահի դրությամբ տեղի է ունենում համազգեստի սերնդափոխություն, թե երկար process է գնալու։ Հետևաբար հարցը միայն այն չէ, թե ինչ է հագնում զինվորը, այլ նաև որքանով է տվյալ համազգեստը համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Հայկ Նահապետյանի գնահատմամբ, եթե հնարավոր է իրականացնել խոշոր սպառազինության ծրագրեր, ապա տարիներով չլուծվող համազգեստի հարցը առկա կազմակերպչական խնդիրների ապացույցն է։ Խոսում է, որ այդ կառույցը որպես կառավարման կարևոր ինստիտուտ մեծ ճգնաժամի մեջ է, իսկ այդ ճգնաժամը մեր երկրի պաշտպանության վրա է ուղղակիորեն ազդում, եւ որի վերաբերյալ հակառակորդը գիտի, ցավոք սրտի։ Այսպիսով համազգեստի շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն զինվորների համար ամենակարևոր հարցը մնում է անփոփոխ. երբ նոր համազգեստը վերջապես կփոխարինի հնին։ Փորձեցինք պատասխան ստանալ Պաշտպանության նախարարությունից, սակայն ցավոք այդպես էլ արձագանք չստացանք։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդուղիների հարցը շարունակում է մնալ արտաքին քաղաքական օրակարգի առանցքում։ Երևանը պնդում է Հայաստանի տարածքով որևէ միջանցք չի լինելու, մինչդեռ Բաքուն շարունակում է խոսել Զանգեզուրի միջանցքի մասին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը այսօր հայտարարել է, որ նախագծի իրականացումը մոտ է։ Այս հայտարարություններից հետո նոր հարցեր են առաջանում։ Ինչ են իրականում քննարկում կողմերը եւ ինչ է փոխվել բանակցային օրակարգում։ Հարցերի պատասխանները ռեպորտաժում։
Վաշինգտոնում միջանցքի հարցը վերջնական փակվել է։ Թե ինչա Ալիևը խոսում թրիփի մասին, Զանգեզուրի մասին, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Եթե Ադրբեջանի նախագահի ասածը չի հետաքրքրում իշխանական падգամավորին, գուցե նախագահի օգնականի ասածը հետաքրքրի։ Հաջիևն ասում է, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը շուտով լինելու է։ İnşallah görəcəyik, yəni Azərbaycan artıq burada öz Բաքուն գրեթե ավարտել է Զանգեզուրի միջանցքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը։ Ավարտական փուլում են Զանգելան հասնող ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհները, իսկ Նախիջևանի երկաթուղին արդեն վերականգնվել է։ Թուրքիան իր հերթին Կարսից դեպի Իգդիր նոր երկաթգիծ է կառուցում։ Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով։ Դա այդքան էլ հեռու հեռանկար չէ, ակտիվ դիվանագիտական աշխատանքն ու ենթակառուցվածքների շինարարությունը շարունակվում են։ Կողմերից մեկը, Ադրբեջանը, Հայաստանով անցնող ճանապարհը կոչում է միջանցք։ Հայաստանի իշխանությունն ասում է, չկա միջանցք։ Ինչ պետք է հասկանա հայ հասարակությունը այս իրարամերժ հայտարարություններից։ Ընդդիմադիր падգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով տերմինների փոփոխությունը չի փոխում իրավիճակը։ Ադրբեջանը Հայաստանից պահանջել է միջանցք եւ ստանում է այն։ Եթե Հայաստանի Հանրապետությունը այն ճանապարհի վրա 42 կիլոմետրի, որը մատնանշում է Հիկմետ Հաջիևը, չի ունենալու վերահսկողություն, ինքը չի վերահսկելու, թե ովքեր են մտնում, ովքեր են անցնում, ինքը չի կարողանալու որևէ ազդեցություն ունենալ։ Անկամ Ադրբեջանից հայտարարություններ են եկել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով չեն մտնելու, նկատի ունենք Ադրբեջանից մտնելու են եւ իրենց ասած Ադրբեջանից դուրս են գալու։ Այս պարագայում, եթե դա միջանցք չի, ո՞րն է միջանցք։ Սոնա Ղազարյանը հիշեցնում է Երևանի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի Հայաստանի տարածքում միջանցք չկա։ Հայաստանը չի զիջել միջանցք, Հայաստանը չի զիջելու միջանցք, իսկ թրիպը հայ-ամերիկյան նախագիծ է եւ էական չէ, Ադրբեջանն այս մասին ինչ է խոսում։ Ինքնիշխանության զիջումը կա, այլ ռեժիմ, քան քո տարածքի այլ ճանապարհներում է կա, դու այդտեղ վերահսկողության սահմանափակում ունես, բայց միջանցք չի, բայց ո՞րն է միջանցք համարվում։ Հիկմետ Հաջիևը CNN թուրք հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Թուրքիան շարունակում է Կարսից նոր երկաթուղային գծի կառուցումը, իսկ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ համատեղ պարտավորվել է կառուցել իր խոսքով միջանցքի 42 կիլոմետրանոց հատվածը։ Ադրբեջանից հնչող մեսիջներն ապացուցում են, պայմանավորվածությունները չեն պահվում անգամ տերմինների գործածման հարցում։ Գառնիկ Դավթյանն է ուշադրություն հրավիրում։ Դրա նպատակ ունեցող քաղաքական քայլեր են, չի կարելի բացառել նաև այն հանգամանքը, որ եթե անգամ հիմա ես ուղղակի վարկած եմ առաջ քաշում, չհաստատելով իշխանական կողմի պնդումը, եթե կա անգամ այդ մասով վերջնական որոշում, ես չեմ կարող վստահ լինել, որ մյուս օրը ինչ կլինի, այսինքն Ադրբեջանի պահանջները այնպես չի, որ այս վերջին 8 տարում տեսել ենք իրենց պահանջների տերն են եղել, այսպես ասած։ Եվ այն ընկալումները, որոնք կան Ադրբեջանում, բնավ հուսադրող եւ կառուցողական դաշտի հույս չեն ներշնչում։ Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, որովհետև չունենք անշրջելի խաղաղություն։ Մեզ համար սպառնալիք է նաև Թուրքիան, որովհետև ունենք փակ սահմաններ։ Օգոստոսի 5-ին հայտարարել էր Ռուբեն Ռուբինյանը։ Միանշանակ եւ աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության։ Անձնական ձեռքբերում եմ համարում Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները, որովհետև իշխող ուժի ներկայացուցիչները խուսափում էին այդ հայտարարությունները անելուց, չգիտեմ Ռուբինյանի մոտ էմոցիաներն, չգիտեմ ինչ է դրթես նրան ակնհայտ ճշմարտություն ասել։ Մինչ Հայաստանի իշխանությունը վստահեցնում է, որ միջանցք չի լինելու, Ադրբեջանը նույն նախագծի մասին շարունակում է խոսել հենց այդ բառով, ներկայացնելով նաև իր սպառնալիքներն ու ժամկետները։ Իսկ քանի դեռ երկու մայրաքաղաքներից հնչող ձևակերպումները չեն համընկնում, քննարկումների կենտրոնում շարունակում է մնալ նույն հարցը։ Խոսքը բառերի, թե արդեն բովանդակության տարբերության մասին է։ Անի Աբախյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը։ Վերաքննիչ դատարանը մերժել է Արայք Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի եւ մյուսների բողոքները անփոփոխ թողնելով նախորդ դատավճիռը։ Դատավարության ավարտից հետո ուղերձ է հղել Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նա հայտարարել է, որ դատավճիռն արդեն վաղուց որոշված էր, դատավարությունն էլ ամբողջությամբ քաղաքական բնույթ ունի։
Մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է եւ շատ բարձր հայտարարում ենք այնտեղ, որ քաղաքական դատավարություն է, այլ կերպ չի էլ կարող լինել։ Ամենամեծ գնահատականը հավանաբար այս դատավարության տվել է պաշտպաններից մեկը, ով Արաքելյանում հենց այսպես զգուշացրել է, որ ամաչելու են տարիներ հետո իրենց ծերունների առջև, իսկ այս անգամ շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավորական կոլեգիային, այսպես զգաստացնող խոսք փոխանցելով, որ չպղծենք դատարանը եւ ասաց, որ մեր հաղթանակները այս դատավարությամբ պղծել ենք, այսինքն մեր ընդհանուր պահվածքը արդեն մղում է նրանց, որպեսզի նրանք խոստովանեն, որ դատավարական գործընթացում իրենք լուրջ բացեր են ունեցել եւ ինչպես ես նշեցի իմ խոսքի մեջ վերջին իմ ելույթի ժամանակ Արաքելյանի դատարանում փաստորեն քաղաքականապես եւ բարոյապես մեղադրող կողմը եւ դատավորական կոլեգիան, որ նույն թիմն են, փաստորեն չեն շահել դատը, շահողը եղել ենք մենք, որպես մեղադրյալներ, այսպես ասած։ Մենք արժանի հակահարվածներ ենք տալիս, այսպես ասեմ, այն փաստարկներին եւ այն կեղծ պնդումներին, որ վերաբերում է մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվի խնդիրներին մեր ժողովրդի, կեղծ տեղեկություններով, շինծու հիմնավորումներով, ազգային ինքնասիրությունը կողքրտող պահվածքով, կեղծված պատմությամբ եւ հենց այդպիսի մի իրավիճակ է, որ պետք է ասել, որ պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը, այսինքն օրենքի ուժ չկա։ Հայաստանի գյուղերում անասնապահությամբ զբաղվելը տարեցտարի դժվարանում է։ Պատերազմից հետո Սոտքում արոտավայրերի հասանելիությունը սահմանափակվել է, իսկ այլ համայնքներում անասնապահությունը բախվում է տնտեսական եւ կառավարման խնդիրների։ Արդյունքում գյուղացիներից շատերը հրաժարվում են տարիներ շարունակ իրենց եկամտի աղբյուր եղած ոլորտից։ Վերջին 6 տարում Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների թիվը նվազել է շուրջ 145 հազարով։ Ինչու են գյուղացիները հրաժարվում անասնապահությունից եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ այս միտումը, ռեպորտաժում։ Ոչ վաղ անցյալում ընդամենը 3 տարի առաջ Սոտքի սարերում հարյուրավոր կովեր ու ոչխարներ էին արածում։ Անասնաբուծությունը գյուղացիների հիմնական զբաղմունքն էր։ Կամո Միրզոյանն է պատմում, որ կյանքի մեծ մասն այստեղ է ապրել, ցանել ու հնձել, պահել իր անասուններին։ Հիմա իրավիճակն այլ է։ Գյուղը 3 կողմից կանաչապատ արոտներով է շրջապատված, բայց 2023-ի սեպտեմբերից հետո արոտներին մոտ գնալ չեն կարողանում։ Մի մասն անցել է թշնամու վերահսկողության տակ, մյուս մասը նրա ուղիղ նշանառության տակ։ Գյուղում այն ժամանակ եղել է 3-4 նախիր, մի 5-6 սուրու ոչխար, բայց այս տարի 2 նախիրա, 2 հատ էլ ոչխարի սուրու է հելնում, բայց քչոտ, շատ քիչ։ Այս վիճակը միայն Սոտքում չէ։ 2021-ից հետո 5 տարվա ընթացքում Հայաստանի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 145 հազարով, վիճակագրական կոմիտեի տվյալներն են։ Կենդանիների թվաքանակի նվազման տենդենսը դեռ 2017-ից է սկսվել, պարզաբանում են էկոնոմիկայի նախարարությունից։ Նաև գյուղատնտեսության համար պատասխանատու էկոնոմիկայի նախարարությունը չհերքեց։ Պատճառներից մեկը Ադրբեջանի կողմից արոտավայրերի օկուպացիան է, բայց խնդիրը դրանով չի սահմանափակվում։ Եղանակային անբարենպաստ պայմանների, կենդանիների համար նախատեսված խոտիկերի բարձր լինելուց, ինչպես նաև մթերման գնից եւ շատ այլ գործոններից, այսինքն մեկ պատճառ կոնկրետ չկա, պատճառները տարբեր են եւ դրանք հանգեցրել են նման վիճակագրական տվյալների։ Վերջին տարիներին փոքր տնտեսությունները անասնապահությունից հրաժարվում են նաև տնտեսական պատճառներով։ Գյուղացուց մթերվող կաթը 150 դրամ է, խանութում վաճառվողը 500։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը արդեն հայտնի դարձած խոսքն է հիշում. 1 լիտր ջուրն ավելի թանկ արժե, քան 1 լիտր կաթը, որ վերցնում են գյուղացուց։ Փոքր տնտեսությունների համար հավելյալ բեռ է դարձել նաև պարտադիր սպանդանոցային մորթը։ Իբրև թե սուբսիդավորում էին
կենտանիների տեղափոխումը դեպի սպանդանոց, որպես այդպեսին նաև տեխնիկապես հնարավոր չի։ Չկա համապատասխան տեխնիկաները այդ խոշոր եւ ջրավոր մթերատու բարձր քաշի կենտանիները անվնաս բարձր տեղափոխել, դրանք ծախսից բացի նաև կրկնում եմ տեխնիկապես հնարավոր չէր կազմակերպել։ Խնդրին նպաստող մեկ այլ գործոն է համայնքային արոտավայրերի հայեցողական օգտագործումը։ Նախկին փոխնախարարը հիշում է, իրենք քանի անգամ են արգելել գյուղատնտեսական հողերի շահագործումը այլ նպատակներով։ Հիմա դրանց մի մասը երկարաժամկետ վարձակալության է տրվում հիմնականում արևային կայաններ տեղադրելու, հանքեր շահագործելու համար։ Գեղաշենի բնակիչների արոտավայրերի վրա օրինակ մոտ ամիսներին ավազի հանք կշահագործվի։ Մեր ընդամենը գյուղի տարածքը արոտավայրերը, էսա, ուրիշ արոտավայր մեզի չունենք, սաղ արդեն վարելա հողեր են, բաներ չունենք, հիմա եթե իրանց ծրագիրը որ ստեղից, պետք է սաղ, սաղ ամբողջ ես հանքի տարածքնա ուզում են ստեղ բացել, որ բացեն մենք առաջնահերթ անասնապահություն չենք ունենալու ընդհանրապես։ Մինչդեռ էկոնոմիկայի նախարարությունում վստահեցնում են, հանքերի համար հող տրամադրելուց առաջ ստեղծվում են աշխատանքային խմբեր, ուսումնասիրվում են բոլոր ռիսկերը եւ միայն դրանից հետո է տրվում դրական եզրակացություն։ Գեղաշենում դրական եզրակացությունը տրվել է առանց գյուղացիներին տեղյակ պահելու։ Մասնավորը 3 հանրային լսում է անցկացրել, որոնց մասին բնակիչները տեղյակ չեն եղել։ Արդյունքում մասնավորը ստացել է շմակ թույլտվություն։ Հայաստանի արոտների շուրջ 70%-ը տարբեր աստիճանի դեգրադացված է։ Ագրարային համալսարանն է ուսումնասիրել։ Տարիներ շարունակ նույն տարածքների գերարածեցումն ու հեռագնա արոտների, յայլաների թերօգտագործումն է խնդրի հետևում։ Հեռագնա արոտներում չկան նորմալ ճանապարհներ, ջուր եւ այլ ենթակառուցվածքներ։ Այսինքն մի կողմից արոտներն են պակասել, մյուս կողմից եղածներն արդյունավետ չեն կառավարվում։ Արոտավայրերի բարելավման միջոցառումներ գրեթե չեն իրականացվում։ Տարբեր նախիլներ, հոտեր, գրեթե նույն տեղն են տանում, շրջապտույտը չի կատարվում, կառավարում է սխեմաներով, ըստ գոտիները չի, ով որտեղ ոնց հասնում իջանումը եւ ինչու՞ չէ նաեւ տարբեր տեղերել միջոցառումներ չեն անում, այդ արոտները դեգրադացվում։ 1,49,000 հեկտար արոտավայր ունի Հայաստանը ըստ շրջակա միջավայրի նախարարության տվյալների։ Սա Հայաստանի տարածքի 35%-ն է կազմում, որտեղով անասուն է անցել արոտավայր են համարում, բայց տարածքն իրականում շատ ավելի քիչ է, քան ներկայացվում է, ասում է գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։ Որոշել էին հաշվել արոտավայրերի մակերեսը։ Ուսումնասիրությունը շրջակա միջավայրի նախարարության հետ էր սկսել նախկին պաշտոնյան։ Նախաձեռնությունը կիսատ մնաց։ Իրականում արոտների, արոտավայրերի քանակը պատերազմներ մի կողմ, այդ տարածքների կորուստներն էլ մի կողմ, 700-ից 800 հազար։ Իսկ այն մնացածը տարածքներ են, որտեղով որ ընդամենը կարող է անասունը անցնել, նույնիսկ քարքարով եսիմինչ տեղեր մրցված է բալանսում, որպես արոտավայր ու շտկումներ չեն անում, այսե քանի տարի։ Թղթի վրա Հայաստանը շարունակում է ունենալ ավելի քան 1 միլիոն հեկտար արոտավայր, բայց դրանց մի մասը պատերազմներից հետո դարձել է անհասանելի, մի մասը դեգրադացել, մի մասն էլ օգտագործվում է այլ նպատակներով։ Իսկ այդ ընթացքում գյուղերում մեկ այլ թիվ, անասնագլխաքանակը շարունակում է կայուն նվազել։ Վերջին 5 տարում Հայաստանը կորցրել է իր խոշոր եղջերավոր կենդանիների յուրաքանչյուր 5-րդը։ Սեդակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Միջազգային օրակարգում ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում պարզ կդառնա հաջողվել է արդյոք կողմերին հասնել համաձայնության։ Նրա խոսքով, եթե բանակցություններն ավարտվեն դրական արդյունքով, ապա այսօր կամ վաղը կբացվի Հորմուզի նեղուցը, աշխարհի կարևորագույն նավթային ուղիներից մեկը։ Սակայն պաշտոնական Թեհրանը հորդորում է չշտապել եզրակացությունների հարցում։ Իրանի իշխանությունը հայտնում է, որ բանակցություններում մի շարք կարևոր հարցեր համաձայնեցվել են, բայց նեղուցի բացումը կախված է նաև ԱՄՆ-ի հետագա քայլերից։
Մինչ տարածաշրջանի մի հատվածում ընթանում են դիվանագիտական քննարկումներ, Գազայում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Ստամբուլում հանդիպել են Համասի ղեկավարներն ու Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարությունը։ Քննարկել են հնարավոր հրադադարը, Գազայի հումանիտար իրավիճակն ու հետպատերազմյան զարգացումները։ Թե ինչ նպատակ ունի այս հանդիպումը եւ ինչ դեր է փորձում ստանձնել Թուրքիան, ռեպորտաժում։ Ստամբուլում հավաքվել էր Համասի գրեթե ամբողջ ղեկավար կազմը, որի ընթացքում էլ հանդիպում է եղել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի հետ։ Օրակարգում ոչ միայն հրադադարն էր, այլև այն, թե ով է զբաղեցնելու իր տեղը հետպատերազմյան քաղաքական քարտեզում։ Ստամբուլում Իբրահիմ Քալանի հետ հանդիպմանը Համասի ներկայացուցիչները ներկայացրել են Գազայի ծանր հումանիտար իրավիճակը, շարունակվող ռազմական գործողություններն ու հայտարարել, որ հրադադարի շուրջ բանակցությունները վճռորոշ փուլում են։ Շարժման ղեկավարությունը նաև պնդել է, որ բանակցություններում առաջընթաց հնարավոր կլինի միայն Իսրայելի նկատմամբ միջազգային ճնշման մեծացման դեպքում։ Փակագից վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանի խոսքով Թուրքիայի հետ ակտիվ շփումներով Համասը փորձում է նաև վերադասավորել իր արտաքին հնարանները։ Եթե նախկինում շարժման գլխավոր հովանավորը Իրանի Իսլամական Հանրապետությունն էր, ապա այժմ այն ձգտում է ավելի լայնորեն օգտագործել նաև Թուրքիայի քաղաքական եւ դիվանագիտական հնարավորությունները։ Եվ Թուրքիան դիվանագիտական առումով նաև խնդիր ունի Իսրայելի հետ եւ հերետորաբանությունը, որ միմյանց դեմ անում են, նաև Համասը հարկ է համարում, որ նորից վերադառնա նաև Թուրքիա եւ փորձի առիթ օգտագործելուց նաև Թուրքիային տա դիվիդենդներ, որի հիման վրա փոխշահավետ որ հարաբերություններ ստեղծվեն այս պահին։ Այս ֆոնին Անկարան փորձում է ներկայանալ ոչ միայն որպես պաղեստինյան հարցի քաղաքական աջակից, այլ որպես այն դերակատարներից մեկը, որը կարող է մասնակցել Գազայի հետ պատերազմյան ապագայի շուրջ որոշումների կայացմանը։ Սակայն այդ հավակնությունները բախվում են տարածաշրջանի մյուս ազդեցիկ խաղացողների շահերին։ Թուրքիան նման նպատակ ունի, բայց թե ինչքան կարողանա հաջողի դա այս պահին որպես միջնորդ հանդիսանա, ես մի քիչ լավատեսական չեմ, որովհետև թե Եգիպտոսը եւ թե Կատարը շատ հին անցյալ ունեն եւ շատ ծերտ կապեր ունեն Պաղեստինում աշխատող գրեթե բոլոր խմբավորումների հետ։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով Անկարայի համար նման շփումները նորություն չեն։ Նրա խոսքով Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վաղուց է հիմնված պետական եւ ոչ պետական տարբեր դերակատարների հետ կապեր պահպանելու սկզբունքի վրա, եթե դա բխում է երկրի ռազմավարական շահերից։ Թուրքիան պետական մակարդակով երբեք չի խորշել տարատեսակ ծայրահեղական կազմակերպությունների կամ լեգիտիմություն չունեցող կամ այսպես մասնակի լեգիտիմություն ունեցող կառույցների հետ շփվելուց, ահաբեկչական կառույցների հետ շփվելուց եւ դա կարելի է ասել իրենց պետական քաղաքականության մի մասն է։ Թուրքիայի համար այս հանդիպումը եւս մեկ հնարավորություն է մեծացնելու իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Անկարան ձգտում է չսահմանափակվել միայն քաղաքական հայտարարություններով կամ հումանիտար նախաձեռնություններով եւ իր մասնակցությունն ունենալ այն գործընթացներում, որտեղ որոշվելու է Գազայի հետ պատերազմյան կառավարման մոդելը։ Միջնորդի բարձրագույն աստիճանի է ձգտում, որը դե ֆակտո հավասարազոր է, այսպես այդ հարցում որոշում ընդունողներից մեկի կարգավիճակին, այսինքն միգուցե այսպես ասենք դե յուրե միջնորդ, բայց դե ֆակտո գլխավոր խաղացողներից մեկին է հավակնում։ Միաժամանակ Իսրայելը շարունակում է հայտարարել, որ Համասի ղեկավարությունը մնում է իր առաջնային թիրախներից մեկը։ Այդ պայմաններում Թուրքիայի կողմից շարժման քաղաքական ղեկավարությանը բարձր մակարդակով ընդունելը կարող է ել ավելի խորացնել Անկարայի եւ Թել Ավիվի առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Փորձագետների գնահատմամբ Գազայի պատերազմն արդեն վաղուց միայն ռազմական գործողությունների մասին չէ։ Զուգահեռ ընթանում են նաև քաղաքական ազդեցության պայքար, որտեղ որոշում է ոչ միայն հրադադարի ճակատագիրը, այլև այն, թե ով է ձևավորելու եւ ներկայացնելու Պաղեստինի քաղաքական ապագան պատերազմի ավարտից հետո։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, հաջողություն։